Կառավարությունը քննարկման է դրել իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը։ Հիմնավորումն այսպիսինն է, պետությունն ամրապնդվում է ոչ միայն տնտեսական ու իրավական, այլև գեղագիտական ձևերի միջոցով։ Եթե այս նախագիծն ընդունվի, հստակ սկզբունքներ ու չափորոշիչներ կգործեն, որոնց առկայության դեպքում պետությունը կխրախուսի գեղագիտական աշխատանքը։ Սա արվեստի խմբագրում է, ասում են ընդդիմախոսները, թեև Իդրավթ հարթակում, որտեղ տեղադրվել է նախագիծը, հանրային քննարկման համար ավելի շատ հավանումներ ունի, քան դեմ կարծիքներ։ Խաղաղությունից հետո սա նոր կյանք է, նոր տիկերի մեջ նոր գինի է պետք, ուղերձում էր ասում վարչապետը։ Համաձայն նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ինչպես ասվում է կտակարանում, ապա թե ոչ, տիկերը կպատրվեն եւ գինին դուրս կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում եւ երկուսն էլ պահվում են։ Այլաբանորեն նոր տիկը կարծես թե իրական Հայաստանն է, որի գաղափարախոսությունը կրող գեղագիտական տեղորոշում ըստ հիմնավորման դեռ չունենք։ Տեղում ոտքի վրա տեղորոշման մի օրինակ կիրակի էր, երբ Նիկոլ Փաշինյանը այցելել էր ցանկապատ ներկայացմանը։ Դերասանների խոնարհումից հետո վարչապետը հարցուփորձ էր անում հասկանալու ներկայացման ասելիքը։ Ամբողջ խնդրեմը տեղա, որ մեկ Հայաստան սարքելու համար պետքա ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա եւ Հայաստան, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան, որովհետև երբ որ դու ցանկապատը քանդում ես եւ ասում ես գիտես ինչ, այն կողմը Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այդ ցանկապատը ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, այլ ուրիշների, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ ուրիշներին է սահմանափակում։ Ներկայացման ավարտը համացանցում բուռն քննարկման առարկա էր, ինչ էր ուզում ասել Ստեփան Զորյանը, հեղինակը, ինչ էին ուզում ասել դերասանները ու ինչ էր հասկացել ինքը վարչապետը։ Իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի ընտրություններին ընդառաջ մտածված քայլ է։ Ելնելով դրանից, որ նրանք մոռացության են մատուցում, ժողովուրդը նրանց նկատմամբ ունի որոշակի զգացմունքային վերաբերմունք, եւ այդ զգացմունքային վերաբերմունքը չեզոքացնելու համար նոր մրցույթային օրինում, կապված այս արկա սահմաններում գեղագիտական ինչ-որ գործոնի նկատմամբ, ասենք, որպեսզի մուշ ասուն եկելու փոխարեն պայմանական ասած եկել, չգիտեմ, Արագած, Ստեփան, Լոռի, Բամբակ, Սյունիք եւ այլն։ Ընդամենը նախընտրական կամպանիայի ժամանակ լրացուցիչ կողմնակիցներ ձեռք բերելու տեխնոլոգիա, որը չաշխատող գործընթաց է։ Ըստ քաղտեխնոլոգի այդ հնարքը չի աշխատելու, որովհետև դա մեր գենետիկ հիշողության մեջ է։ Զանգեցինք նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ասացին, որ դեռևս չեն մեկնաբանում այս նախագիծը, հիմնավորումից ավելի այս փուլում ոչինչ չունեն ասելու։ Իշխող ուժի պատգամավորներից մի քանիսի հետ էլ փորձեցինք կապ հաստատել։ Արձագանքողները հիմնականում ասացին, որ թեման նոր է, դեռ ծանոթ չեն բովանդակությանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։